Քույրեր, եղբայրներ, անverջ կարելի է խոսել հոգևոր աշխարհի մասին, դա անսպառ եւ հավիտենական նյութ է, թեմա է, թեև ամեն բան չգիտենք, շատից քիչը գիտենք, եթե Պողոս առաքյալն է այդպես արտահայտվում, շատից քիչը գիտենք, մենք այդ քչի քիչը գիտենք, բայց այդ քիչն էլ բավական է, որ շարունակ խորենք, խոկանք, մտորենք եւ ճանաչենք հոգևոր աշխարհը։ Դրա համար մտածի երևի թե պետք է արդեն փորձել ամփոփել, բայց այս թեման ամփոփելով մենք չենք կարող չանդրադառնալ այս կարևոր թեմային, ինչը որ ուզում եմ այսօր ձեզ փոխանցել։ Եբրայեցիս 11-րդ համարն ասում է. հավատքով կիմանանք, թե աշխարհ Աստծո խոսքովը հաստատվեցավ ու աներևույթ բաներեն այս երևացածները եղան։ Հավատքով ենք իմանում, մենք գիտության շնորհիվ չէ, որ իմանում ենք սա։ Գիտությամբ, փորձառական գիտությամբ մենք շատ բան չենք կարող իմանալ։ Մարդկային գիտությունը չդրժելով, չմերժելով, մենք պետք է ընդունենք նաև, որ այն ի զորու չէ, ի վիճակի չէ ճանաչել ամեն բան։ Մենք մեր գիտելիքներով կամ մեր գիտությամբ շատ չնչին մասն ենք ուսումնասիրել գոյություն ունեցող աշխարհի։ Ոչ միայն տիեզերքի, այլ նաև մեզ հայտնի աշխարհի, նյութական աշխարհի։ Գուցե մենք տիեզերքն ավելի շատ ենք քննել, ուսումնասիրել, քան օրինակ օվկիանոսը, օվկիանոսային աշխարհը։ Ավելի շատ մենք արբանյակներ տիեզերք ենք ուղարկել, քան բատիսկաֆներ, օրինակ ծովի ընդերքը, օվկիանոսի ընդերքը։ Մենք շատ չնչին բան գիտենք բնությունից, կենդանական աշխարհից, նրանց վարքագծից, նրանց կենսակերպից։ Մենք շատ քիչ բան գիտենք անգամ մեր մասին։ Բազմաթիվ հիվանդություններ կան, որոնց բուժման բանալին առ այսօր մենք չենք գտել։ Այնպես որ բոլոր նրանք, ովքեր որ հիմնվում են միայն գիտության վրա եւ համարձակվում են դրժել հոգեվոր աշխարհի իրողությունը, ես կարծում եմ մեծ համարձակություն է պահանջվում եւ մի քիչ էլ ամբարտավանություն սա հայտարարելու համար։ Եվ երանի թե ամենքս, եթե անգամ մեր ուղեղը չի հասնում, չենք կարող ամբողջությամբ ընկալել, ընդունել, ունենանք պետք եղած համեստությունը եւ խոհեմությունը հայտարարելու, որ կամ խոստովանելու, որ մենք մեր սահմանափակ կարողություններով չենք կարող ամբողջությամբ ընկալել այն իրողությունը, որ շրջապատում է մեզ։ Ուստի ես ոչ թե ամբարտավանությամբ դրժեմ հոգևոր աշխարհի գոյությունը, Աստծո գոյությունը, այլ խոստովանեմ, որ ես չեմ կարողանում առայժմ դա ընկալել եւ հասկանալ։ Եվ այստեղ մենք տեսնում ենք առաքյալը հայտարարում է, ասում է, որ հավատքով ենք իմանում։ Երկու բառ է օգտագործում. հավատք եւ իմացություն։ Իմանալ, ճանաչել։ Արի ուտես, որ կարելի է հասնել ճանաչողության, իմացության, կարելի է հասնել մեկ փորձի շնորհիվ, հա, գիտության շնորհիվ, փորձի շնորհիվ։ Մյուս ճանապարհն էլ հավատքն է։ Հավատքը նույնպես ուղի է, ճանապարհ է հայտնելու մեզ, բացահայտելու
հոգևոր աշխարհը, հոգևոր իրողությունը։ Աստված հետաքրքիր մեթոդիկա է օգտագործում։ Այն մարդիկ, որոնք որ հավատքով, այսինքն նրա հանդեպ ունեցած վստահությամբ մոտենում են իր խոսքին, որովհետև ասում է Աստծո խոսքով հաստատկեցած է աշխարհը։ Աստված յուրահատուկ եւ բացառիկ բացահայտումներ է անում նրանց համար այն աշխարհի վերաբերյալ, որը որ հնարավոր չէ ընկալել, ընդունել մեր զգայարաններով, հա, մեր ուղեղով վերլուծել, մեր աչքով, մեր ձեռքերով, մեր հոտառությամբ, մեր համտեսությամբ եւ այլն։ Աստված բացահայտումներ է անում։ Եվ այս գաղտնիքները հայտնում է իր ժողովրդին եւ Հիսուս իզուր չասած իր աշակերտներին, որ ձեզ տրված է իմանալ, գիտենալ երկնքի արքայության գաղտնիքները, բայց նրանց ոչ։ Այսինքն գիտության մի սահման կա, որը որ կամ տրվում է, կամ չի տրվում։ Եթե Աստված չբացեց այդ սահմանը, եթե դուռը չբացեց, գիտության այդ դուռը չբացեց, դա մարդկային ջանքերի շնորհիվ, մարդկային խելքի շնորհիվ չի բացվելու։ Մնալու է միշտ մշուշոտ, խավար, անհասկանալի։ Մարդու տեսակ այնպիսին է, որ այն ինչ որ իր համար մշուշոտ է, անհասկանալի է, նա գերադասում է հարցի, այսպես կարճ, հակիրճ լուծում տալը եւ այն է դրժելը։ Եթե իմ ուղեղը մի բանից չի հասնում, ես գերադասում եմ դա կամ դրժել, կամ ծաղրել։ Տեսեք, երբ որ փաստեր է ներկայացվում ընդդիմադիր կողմին, հա, ինչ որ մի գաղափարի ընդդիմադիր կողմին, երբ որ փաստեր է ներկայացվում, եթե նրանք հակված չեն հաշվի առնել փաստերը, եթե նրանք հակված չեն ճանաչել ճշմարտությունը, ընդունել ճշմարտությունը, նրանք կամ դա դրժում են կամ ծաղրում են։ Ծաղրում են։ Ինչ ուզում ես արա, ամենահզոր գործերը տար ցույց տուր։ Այսօր մեր երկրում տեղի ունեցող այդ հսկայածավալ աշխատանքները, փոփոխությունները, որ կա, որ գոյություն ունի, որ այն ամենաֆանտաստիկ երազներում կարող է դա մենք չմտածենք, չերազենք, չիմանայինք, այսօր փաստերը մարդկանց առջև դնես, նրանք կամ դրժում են դա, կամ ծռում են ճշմարտությունը, կամ ծաղրում են։ Իմ խոսքը քաղաքական երանգ չեմ ուզում տանք։ Ես խոսում եմ ուղղակի մի իրականությունից, որի մեջ մենք ապրում ենք այսօր։ Աստծո խոսքը շատ լավ բնորոշում է տալիս, ասում է ամբարիշտը իր սրտի մեջ ասաց, որ Աստված չկա։ Ոչ թե ինքը ուսումնասիրեց, փնտրեց, անկեղծ սրտով ցանկացավ ճանաչել, բայց չգտավ, չհասավ դրան, չճանաչեց, այլ իր սրտի մեջ որոշում կայացրեց։ Եվ եթե իր սրտի մեջ որոշում կայացրեց մեկը, եթե անգամ մեռելներից մեկն էլ հարություն առնի եւ գա ու նրանց պատմի, ասում է եղբայրներիցս մեկին, եղբայրներ ունեմ, ասում է Ղազարոսին ուղարկի աշխարհ, թող գնա եւ վկայի եղբայրներից, որ չլինի թե անկարծ այստեղ գան, դժոխքի մասին է խոսքը, Աբրահամն ասում է, եթե անգամ մեռելներից մեկն էլ հարություն առնի, գնա եւ վկայի նրանց, նրանք դարձյալ չեն հավատալու։ Այսպիսի մի զարմանալի օրինաչափություն է գործում մեղավոր մարդու սրտում։ Կծաղրեն, կմերժեն, կխենթ կասեն, էս կասեն, այն կանեն, այս չեն հավատա։ Այս կարճ խոսքի մեջ առաքյալը հայտարարում է, որ հավատքով ենք իմանում, թե աշխարհը Աստծո խոսքով հաստատվեցավ ու աներևույթ բաներեն այս երևացածները եղան։ Երևացածները աներևույթ բաներից են ստեղծվել։ Երևացածները վկայում են աներևույթի գոյության մասին, որովհետև երևացածները ծնունդ են աներևույթի։ Այսպես ասենք, այն գործողությունները, այն վերլուծությունները, որ անում է մեր համակարգիչը, դա
աշխատանքն է նրա, ով համակարգչի մեջ չի, համակարգչից դուրս է։ Այն ծրագրերը, որ գործում են, որ համակարգը գործում է, օպերացիոն համակարգը գործում է համակարգչի մեջ, հա, որ մեզ օգնում է վերլուծությունները անում, հարցերի պատասխաններ է տալիս եւ այլն, չէ՞, չգիտեմ, Google-ին ենք հարցեր տալիս, պատասխանում է, ChatGPT-ին ենք հարցեր տալիս, պատասխանում է, խոսում է, խորհրդակցում է եւ այլն, ծրագրողը, գրողը, ինֆորմացիան այնտեղ ներառողը եւ նրա աշխատանքները ուղղորդողը, կառավարողը, բարձ լեզուներով խոսեմ էլի, բարդ լեզու չօգտագործեմ, որովհետեւ եթե օգտագործեմ ոչ միայն կարողա տակից դուրս չգամ, կարողա ձեզ հասկանալի չլինի, էլի, դրա համար բարձ, ինձ բարձ, ձեզ բարձ լեզու օգտագործեմ, հա, թող ինձ ներեն բոլոր նրանք, ովքեր որ այդ ոլորտի աշխատողներ են։ Այդ ամեն ինչը դրսից է ներմուծված, դրսից է արված, հա, ծրագրավորված եւ այդ անողը, այդ ծրագրավորողը կամ ծրագրավորողները համակարգչի մեջ չեն, համակարգչից դուրս են։ Եվ կարծում եմ հիմարություն է կարծել, որ դա ինքնիրան է եղել։ Այդ համակարգերը իրենք իրենցով են գոյություն ունեցել, իրենք իրենցով են գործում, իրենք իրենցով են աշխատում, դա կարծում եմ հիմարություն է։ Եվ գիտեք ինչ, կան այսօր մարդիկ, աշխարհում կան մարդիկ, որոնք որ օրինակ սիրահարվում են արհեստական բանականությանը։ Եվ արհեստական բանականությանը ընդունում են որպես իրենց կյանքի լավագույն ընկեր։ Այսինքն անձնավորում են նրան, ասում են, չէ, մայր բնությունը, կամ բնությունը ինքնին, բնությունը տվեց, բնությունը առավ, իրականում այդ բնությունը, որը որ մեզ համար կյանք է ապահովում, ծրագրավորված է, ստեղծված է, արարված է դրսից, հոգևոր աշխարհից։ Ինչպես եւ մեր համակարգիչները եւ այն ծրագրերը, որոնք որ մենք գործածության մեջ ենք դնում։ Այսօրվա իմ թեման սա է, հոգևոր աշխարհը իրական է։ Այն իրական է։ Դու եթե տրամաբանող անձ ես, չես կարող հաշվի չառնել շատ եւ շատ փաստեր, որոնք որ կան, որոնք որ գոյություն ունեն եւ որոնք որ վկայում են աներևույթի գոյության մասին։ Հիմա ոչ տեղն է, ոչ ժամանակն է, որովհետեւ մենք խոսենք նմանատիպ փաստերի մասին, որոնք որ բազում են։ Բայց ես ցանկանում եմ մի կարևոր բանի վրա ուշադրություն դարձնել, որ արմատը, ամեն ինչի արմատը հոգևոր աշխարհում է։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր շուրջը, դրա արմատը պետք է փնտրել հոգևոր աշխարհում։ Որովհետև այս խոսքը, որ ասում է աներևույթ բաներից ստեղծվեցին երևույթական բաները, մենք պետք է հասկանանք, որ ոչ միայն հազարամյակներ առաջ կամ միլիոնավոր տարիներ առաջ ամեն մեկը թող ինքը որոշի որ թվն է իրեն հարմար 6000 տարի առաջ է ստեղծվել երկինքը, երկիրը, թե դրանք միլիոնավոր տարիների կամ միլիարդավոր տարիների ստեղծագործություն են, պարզապես 6000 տարի առաջ էս նոր արարչագործությունը քաոսից հետո ի հայտ եկավ եւ այլն, սա ամեն մեկը թող տարբեր կարծիք ունենա, ձեր գործն է ում հետ կուզեք վիճեք իրար հետ վիճեք, իմ հետ վիճեք եւ այլն, Պողոս Արաքյանն ասում ամեն մարդ թող իր միտքը հաճեցնի։ Այնպես որ բաներ կա, որոնք որ պետք է թողնես մարդը ինչպես ուզում է, թող այնպես մտածի։ Աստվածաշունչը նման խնդիր չի դնում իր արժև մեզ փաստելու, մեզ ապացուցելու նրա երկր մոլորակի գոյության, ուրեմն ճիշտ ժամանակահատվածը, էսի չի խնդիրը Աստվածաշունչի։ Նա գլխավոր խնդիր ունի, նա գլխավոր նպատակ ունի եւ այդ գիծը ուղիղ պահում է, անշեղորեն ուղիղ պահում է։ Եվ այն է մարդու փրկության ծրագիրը։ Այն ամենը, ինչ տեղի ունենում այս աշխարհի վրա, արմատը պետք է փնտրել հոգևոր աշխարհում։ Ուստի այս խոսքը եւ ասում է աներևույթ բաներից ստեղծվեց երևույթականը, ոչ միայն պետք է հասկանանք, որ դա ժամանակին ստեղծվել է, որ աշխարհի կողմից արարվել է, ստեղծվել է,
երկիրը կամ բնությունը կամ մարդկությունը կամ տիեզերքը եւ այդպես ինքը որպես լարված մեխանիզմ ավտոմատաբար գործում է, ինքնաբերաբար գործում է, այլ մենք այս խոսքը նաեւ պետք է հասկանանք, որ այսօր էլ ինչ որ կա, ինչ որ տեղի է ունենում, ինչ որ երկրից վրա մեր աչքը տեսնում է, մեր, հա, մենք դա այն իրականություն է մեզ համար, այդ ամեն ինչի արմատը էլի հոգևոր աշխարհում է։ Այսինքն նա ոչ միայն ժամանակին արարել է, ստեղծել է եւ գործը ավարտել է ու վերջ, հիմա ինչ կա, այլ առ այսօր հոգևոր աշխարհը իր ազդեցությունն է թողնում երևույթական տեսանելի աշխարհի վրա։ Մենք իրարից զատված չենք։ Ճիշտ է, մեր 5 զգայարանները թույլ չեն տալիս մեզ տեսնելու, ճանաչելու, զգալու ֆիզիկապես, բայց այն կա, այն գոյություն ունի, այն մեր շուրջն է։ Եվ նրա այնտեղ տեղի ունեցողի հետևանքները մենք տեսնում ենք, զգում ենք, շոշափում ենք այստեղ երկրից վրա։ Միտքս հասկանալի է, սիրելիներ։ Արմատ այնտեղ է։ Այն աշխարհում տեղի ունեցածը իր ազդեցությունն է թողնում այս աշխարհի վրա։ Այն ինչ որ տեղի ունենում այն աշխարհում, անպայման իր ազդեցությունն է թողնում այս աշխարհի վրա։ Աներևույթ աշխարհում ինչ որ տեղի է ունենում, ինչ որ կա, այն իր հետքն է թողնում, իր ազդեցությունն է թողնում, իր հետևանքներն է թողնում այս աշխարհի վրա, ֆիզիկական աշխարհի վրա։ Մենք տեսնում ենք հոգևոր աշխարհում տեղի ունեցող պատերազմի հետևանքները, կամ մենք տեսնում ենք հոգևոր աշխարհում տեղի ունեցող պայքարի հետևանքները։ Այդ պայքարը կա, այդ կռիվը կա, այդ պատերազմը կա, հոգևոր աշխարհում կա պատերազմ, հոգևոր աշխարհում կա կռիվ, հոգևոր աշխարհում կա հակամարտություն, եւ մենք այդ թաթերաբեմում ենք։ Մենք չենք կարող դրա հետևանքները չկրել։ Այսօր երբ որ երկու հզոր պետություն իրար հետ պատերազմում են, այն փոքր պետությունները, որ դրա շուրջն են, դրանց ազդեցության գոտում են ապրում, անհնար է չկրեն, չէ՞ իրանց հետ դրա հետևանքները։ Չի կարող չկրեն։ Հիմա Ամերիկան, Իսրայելը Պարսկաստանի դեմ կռվում են, պատերազմում են։ Անհնար է, որ այդ կռվի հետևանքները օրինակ չարտահայտվի նավթի գների վրա, որից օգտվում ենք մենք բոլորս։ Դրա գները բարձրացան, ապրանքի գներն էլ է բարձրանալու։ Եվ սա ազդելու է մեր վրա, ամեն մեկիս վրա ազդելու է։ Թեև թվում է, թե մենք ուղղակիորեն մենք պատերազմի մեջ չենք, բայց ենք պատերազմի մեջ։ Երբ որ կա պատերազմ, պայքար հոգևոր աշխարհում, այդ հետևանքները անպայման ազդում են երկրից վրա, աշխարհից վրա։ Երկու դրվագի մասին է խոսում հայտնության գիրքը, որ մեծ նեղության ժամանակաշրջանին է վերաբերվում, բայց սա մի բացառիկ, այսպես բացառիկ հայտնություն է, որ տրվեց Հովանեսին։ Սա ամեն մեկին չէր տրված այսպիսի հայտնություն, բայց Հովանեսին բացառիկ այսպես հայտնություն տրվեց։ Թեև 5 տակարանում էլ մենք կարդում ենք, որ Եղիսեին աղոթեց, որպեսզի իր ծառայի աչքերը, Գեհեզի աչքերը բացվեն, որպեսզի տեսնեն Սամարիայում, հիշում եք, լեռը թշնամիները հարձակվել էին եւ աղոթեց Եղիսեն, որ Տեր բացիր սրա աչքերը, որ տեսնի, եւ Գեհեզի հոգեվոր աչքերը բացվեց ու տեսավ լեռը ամբողջությամբ շրջապատված է Աստծո զորքով, հոգեվոր զորքով, հրեշտակային զորքով է շրջապատված։ Այսպես դրվագներ կան։ Այսինքն դա իրողություն էր, իրականություն էր, դա կար, դա գոյություն ուներ,
Բայց սովորական մարդու աչքերը դա չեն տեսնում։ Հիմա Աստված հատուկ հայտություն տվեց, Եղիսեի հոգևոր աչքերը բաց էին, նա գիտեր, նա տեսնում էր։ Նույնպես եւ 5 տակարանյան որոշ մարգարեներ ունեցան այդպիսի հայտնություններ։ Դանիելը ունեցավ, Եզեկիելը ունեցավ, Եսային ունեցավ, Եսային Հիսուսի ծնունդից 700 տարի առաջ տեսավ նրա ծնունդը։ Միջ տարածաչափային այդ հարթության մեջ նա կարողանում է տեսնել մի իրողություն, որ ֆիզիկական աշխարհում 700 տարի հետո պետք է տեղի ունենար, բայց նա տեսնում է դա արդեն իրականացած, մեզի որդի տրվեցավ, ծնվեց եւ այլն, իրականացած իրողություն է նա տեսնում դա։ Եվ այսպես էլի շատ տեղեկություններ կան, եւ 5 տական եւ նոր տական, բայց այսպես բացահայտ, այսպես հայտնի, ինչպեսին տրվեց Հովանես առաքյալին, տեսնելու հոգևոր աշխարհում տեղ ունեցողը, սա բացառիկ էր։ Եվ ուզում եմ երկու դրվագներ կարդանք, որ մենք հասկանանք, որ այդ հոգևոր աշխարհը իրական է եւ այն անպայման թողնում է իր ազդեցությունը, հետևանքները ֆիզիկական աշխարհի վրա։ Նախ կարդանք հայտնություն 12:7-ից 12 համարները։ Երկնքի մեջ պատերազմ ծագեցավ։ Միքայել ու իր հրեշտակները վիշապին հետ պատերազմեցան։ Վիշապն ալ իր հրեշտակներով պատերազմեցավ։ Բայց չկրցան դեմ կենալ, երկնքի մեջ ալ տեղ չգտնվեցավ անոնց։ Ուստի վար ձգվեցավ մեծ վիշապը, այն առաջվան օծը, որ բանսարկու ու սատանա կկոչվի, որ բոլոր աշխարհը մոլորեցրեց։ Բոլոր աշխարհը մոլորեցրեց։ Հոգևոր աշխարհից թողել է իր ազդեցությունը ֆիզիկական աշխարհի վրա։ Իր հրեշտակներն իրեն հետ վար ձգվեցան երկրի վրա եւ մեծ ձայնը լսեցի երկնքի մեջ, որ կսեր. հիմա եղավ մեր Աստծուն փրկությունը ու զորությունը եւ թագավորությունը ու անոր օծյալին իշխանությունը, վասնզի մեր եղբայրներին դեմ չար խոսողը վար ձգվեցավ, որ անոնց դեմ չարախոսություն կներ, մեր Աստծուն առջև ցերեկ ու գիշեր։ Եվ անոնք անոր հաղթեցին գառնուկին արյունովը ու իրենց վկայությանը խոսքովը, իրենց կյանքը չսիրեցին միջև մա, ասոր համար ուրախացեք, ով երկինք ու անոր մեջ բնակողներ, վայ երկրին ու ծովուն, վասնզի բանսարկուն ձեզի իջավ, որ չար բարկացած է, գիտենալով, որ քիչ ժամանակ պիտի կենա։ Հիմա այս դրվագը, այս պատերազմական դրվագը, որի ականատես է եղավ Հովանեսը, ժամանակային հատվածի մեջ դեռ իրականացած իրողություն չէ։ Մենք խոսեցինք, չէ, ժամանակի մասին։ Սակայն հոգևոր աշխարհում իրականացած իրողություն է։ Քանզի նա դեռ 2000 տարի առաջ տեսավ մի բան, որը որ եղել է, կար, բայց դեռ ժամանակի մեջ չէր իրականացել։ Մենք սա միշտ պետք է կարողանանք տարանջատել իրարից։ Երկնքում բեմադրված չէր դա, որպեսզի Հովանեսը դա տեսներ։ Նա տեսավ դա իրականացած մի պատերազմ։ Երկնքում հոգևոր աշխարհում իրականացող մի պատերազմ, որտեղ պատերազմում էին հին օձը, բանսարկուն, սատանան, ամեն մեկ բառը իր նշանակությունն ունի։ Այն բանսարկուին ուշադրություն դարձնեմ, որովհետև նա մի պիղծ գործ էր իրականացնում կամ մի պիղծ գործ է իրականացնում
Այն է չարախոսելը Աստծո առաջ նրա որդիների մասին։ Հոբի գրքում մենք կարդում ենք, որ Աստծո որդիները Աստծո առաջ եկան եւ ասում են սատանան էլ եկավ։ Եվ Աստված հարցրեց սատանային, որտեղից ես գալիս, ասեց երկրի վրա, աշխարհի վրա շրջելուց։ Ինչ էր անում տուրիստական ճամփորդության էր, ոչ մոլորեցնում էր եւ կարծես տեղեկություններ էր հավաքում, չարախոսում էր, բանսարկու էր եւ այդպես Աստված կամեցավ իր գրքում մի փոքր դրվագ նրա գործունեությունից մեզ տեղեկացնի, հայտնի Հոբի պատմության մեջ, որ մենք գիտակցենք ու հասկանանք, որ չարը նույն պիղծ գործունեությունը, սատանան նույն պիղծ գործունեությունը ծավալում մեզանից յուրաքանչյուրիս համար։ Նրա գործն է բանսարկություն անել։ Եվ միջայլոց նրանք, ովքեր որ բանսարկությամբ են զբաղված, նրանք սատանայի գործընկերներն են։ Անունը կլինի հավատացյալ, անհավատ, ինչ կապ չունի։ Եթե մեկը բանսարկությամբ է զբաղված, դա չարի գործակիցն է։ Պատերազմ է տեղի ունենում եւ պատերազմը տեղի ունենում Աստծո զորքերի հրամանատար Միքայել հրեշտակապետի եւ սատանայի միջև։ Այստեղ կարևոր մի հայտարարություն եմ ուզում անել թանկագիններս, որ սատանայի հետ մենամարտի մտնողը Հիսուսը չէ։ Նրա այդ մենամարտողը Միքայել հրեշտակն է։ Ինչու? Որովհետև սատանան եւ Հիսուսը նույն քաշային չեն։ Սատանան իր տեսակով ցածր դաս է, Աստված գերագույնն է։ Քրիստոս գերագույնն է, ամենակալ է, ամբողջ իշխանությունը նրան է տրված։ Ուստի այն հիմար նկարները, որ մեկ որոշ հավատացյալներ անմտաբար տեղադրում են իրանց Facebook-յան էջերում, որ Հիսուսը եւ սատանան ձեռի ուժ են կպնում, եւ եթե դու հավատում ես, որ Հիսուսը կհաղթի գրիտակը ամեն, ու այդպիսի ախմախ եւ հիմար պոստերին հարյուրավոր, եթե ոչ հազարավոր հավատացյալներ գրում են ամեն ու լայքում են, դա խոսում է նրանց հոգեվոր մակարդակի ցածր եւ զրոյական վիճակի մասին։ Եվ արդյունքում ծաղրանքի առարկա են դառնում անհավատների մոտ։ Չի կարելի։ Պարզապես չի կարելի։ Եթե ամեն գրես հաջողություն ես ունենալ, եթե ուզում ես հաջողություն եւ այլն, պետք չի կարելի։ Պատերազմը կա, նկատում ենք, տեսնում ենք, որ այդ պատերազմը, եթե երկրից վրա ժամանակային ուրեմն օրացույցային ասենք թե երբ է դա հայտնի դառնալու կամ մեզ հայտնվելու այդ ինֆորմացիան է տեղի ունեցածը մեզ երբ է հայտնի դառնալու, երբ է երկրից վրա նախասահմանված ժամանակահատվածը, որ դա պետք է իմացվի, հայտնի դառնա, դա 7 տարի մեծ նեղության ժամանակահատվածն է կամ սկիզբը հափշտակության այդ շրջանում է, այդ կռվի, պատերազմի, հայտնության շրջանը։ Բայց պայքարը մշտատև է։ Կռիվը, պատերազմը մշտատև է։ Ամեն մեկ հոգու համար։ Պետրոս Առաքյալն ասում է, ահա սատանան մռնչող առյուծի պես շրջում է ձեր 4 կողմը, կամ շուրջ բոլորը, եւ փնտրում է թե ում կուլ տա։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ իրական է հոգևոր աշխարհը եւ սատանան իր գործունեությունը իրականացնում է, իրագործում է, այսօր իրականացնում է, այսօր իրագործում է։ Այսօր հոգևոր աշխարհը կա, գոյություն ունի եւ իրական է այն եւ նա ունի առաքելություն եւ այդ առաքելությունն է կուլ տալը, այսինքն շեղելը, հավատքից գցելը, հոգևոր կյանքից գցելը, անհավատության մեջ
ընկղմելը։ Հիմա եթե դու այդ փորձության մեջ ես սիրելի հավատացյալ եղբայր եւ քույր, գիտիր որ դու պատերազմի դաշտում ես։ Եթե քո մեջ կասկածներ են հիմա, եթե քո մեջ այսպես հաշտ ես մեղքի հետ եւ այլ գայթակղությունների ու փորձությունների մեջ ես, հասկացի որ հիմա դու սատանայի թիրախում ես։ Դա հենց այնպես տեղի չի ունենում։ Դա պատահական տեղի չի ունենում։ Դա այդ հոգու կռիվն է, որը տանում է։ Մեկ պատմություն եւս էլի հայտնության գրքից, սրան ուզում եմ անդառնալ, քանի որ շատ այժմեական է, դա էլ հայտնություն 16-րդ գլուխ, 13 համարից մինչև 16-րդ համարները։ Տեսա որ վիշապի բերն են ու գազանի բերն են եւ սուտ մարգարեի բերն են 3 պիղծ ոգիներ կելեն գորտերու նման։ Վասնզի անոնք դևերու ոգիներ էին, որ նշաններ կնեին ու բոլոր աշխարհի թագավորներուն քով կերթային, որպիսի զանոնք ամենակալ Աստծո եւ այն մեծ օրվան պատերազմին համար հավաքեն։ Ահա գողի պես կուգամ Երանի անոր, որ արթուն կկենա ու իր հանդերձները կպահե, որպեսի մերկ չպտտվի ու իր ամոթը չերևնա։ Եվ զանոնք տեղմը հավաքեցին, որ եբրայեցիերեն Արմակեդոն կկոչվի։ Նախ հետաքրքիր մի բան, որ ուզում եմ սրան անդրադառնալ, ուշադրություն դարձրեք, տեսա որ վիշապի բերն են ու գազանի բերն են ու սուտ մարգարեի բերն են 3 պիղծ ոգիներ կելնեին։ Չհետաքրքրեց այս 3 թվի իրողությունը։ Եթե Աստված սուրբ երրորդություն է, սատանան պիղծ երրորդություն է։ Հայր, որդին եւ Սուրբ Հոգին։ Սատանան նմանակելու կամ ինչպես արևմտայերեն ասում են կապկելու մեծ վարպետ է։ Եվ այստեղ մենք տեսնում ենք նրա նմանակումը Աստծո։ Ինչպես հայրը, որդին եւ Սուրբ Հոգին, այդպես վիշապը կամ հինոցը, գազանը, որ ներն է, եւ սուտ մարգարեն։ Ները, գազանը պիտի ընդունվի Իսրայել ժողովրդի կողմից որպես Մեսիա։ Եվ նրանք հիմա սպասում են, եւ հիմա նրանք հող են պատրաստում իրանց Մեսիայի գալստյանը։ Իրանց Մեսիան այս գազանն է, ներն է։ Սուտ մարգարեն նմանատիպ գործունեություն պիտի ծավալի աշխարհիս վրա, ինչպես Սուրբ Հոգին է ծավալում գործ աշխարհիս վրա։ Այն է համոզել, հանդիմանել, առաջնորդել, մարդկանց սրտերը ուղղել դեպի Քրիստոս, այդպես եւ սուտ մարգարեն պիտի խաբեությամբ համոզի ստություններով մարդկանց ուղղորդի, նրանց սրտերը ուղղորդի դեպի ները, գազանը։ Թե հիմա սուտ մարգարեն անձ է, թե տեխնոլոգիա է, սա ժամանակի ընթացքում կհասկացվի։ Բայց որ նրա խոսքը համոզիչ է լինելու, ուժեղ է լինելու, դա հաստատ է։ Որովհետև աշխարհիս վրա տեղի են ունենալու իրադարձություններ, որոնք մարդկության պատմության ստեղծման օրվանից երբևէ չեն եղել, եւ մարդիկ չեն ունենալու այդ հարցերի պատասխանները։
Եվ հավասիկ լինելու է ինչ որ մի բան, ինչ որ մի օրգան, ինչ որ մի սիստեմա, ինչ որ մի ուժ, ինչ որ մի ծրագիր, ինչ որ մի հոգի դիվային, որը կարողանալու է խաբեությամբ մոլորեցնել մարդկանց, տալով նրանց հարցերի պատասխանները։ Ես սա ասում եմ ձեզ, դուք ձեր մեջ որոշակի ենթադրություններ արեք։ Բայց վերջնական այսպես կնիքը մի դրեք, որտեղ դեռ չգիտենք 100%։ Բայց այն, որ այսօր շատ մարդիկ աշխարհիս վրա միլիոնավորներ արհեստական բանականությանն են ապավինում։ Արհեստական բանականությունը այսօր գործարաններ է կառավարում։ Արհեստական բանականությունն այսօր վիրահատություններ է անում։ Եվ այլ բաներ։ Եվ սա այն ժամանակաշրջանն է, որ այն առայժմ հավաքում է վստահությունը մարդկանց։ Երկու օր առաջ մի տեղեկություն կարդացի, ճիշտ է, սխալ է, չգիտեմ, եւ չեմ ուզում հիմք ընդունեք, անգամ էսի մեզ վերջին ասածներից հիմք մի ընդունեք։ Սա լոկ ես մտքերս ուղղակի բարձրաձայնում եմ։ Որ որոշ ժամանակ անց արհեստական բանականությունը կառավարելի է լինելու որոշ իշխանությունների կողմից։ Այսինքն տրվելու է այն պատասխանները, որոնք որ ճիշտ կհամարվի եւ նպատակային կլինի։ Որոշ հարցերի վերաբերյալ։ Չգիտեմ, ցավոքի Պողոս Արաքյալը ասում է սա Տերը չի ասում։ Ես եմ ասում, բայց ասում եք կարծեմ ես էլ Տիրոջ հոգին ունեմ։ Նույն մտքի մեջ, նույն կոնտեքստի մեջ ընդունեք, խնդրում եմ այս կարծիքը, լոկ որպես կարծիք։ Կարող եք ընդունել, կարող եք չընդունել։ Ինչ որ է։ Պիղծ երրորդությունը Գազանը տեսավիշապի բերն են ու Գազանի բերն են ու սուտ Մարգարեի բերն են 3 պիղծ ոգիներ կելնեին գորտերի նման, վասնզի անոնք դևերու ոգիներ էին, որ նշաններ կնեին ու բոլոր աշխարհի թագավորներուն կով կերթային, որպեսզի զանոնք ամենակալ Աստծո եւ այն մեծ օրվան պատերազմին համար հավաքեն։ Մենք տեսնում ենք հոգևոր աշխարհից կամ դիվային աշխարհից, արդեն մենք գնահատականներ ենք տալիս, դիվային աշխարհից կամ հոգևոր աշխարհից ուրեմն ներգործություն ֆիզիկական աշխարհի վրա եւ այս դեպքում այս պատմության մենք տեսնում ենք որ այդ դիվային աշխարհի ներգործությունը նպատակային կերպով ուղղված է աշխարհի թագավորների վրա։ Այսինքն նախագահներ, վարչապետներ, երկրների ղեկավարներ, որոնք ուղղակիորեն գտնվելու են կամ գտնվում են դիվային հոգևոր աշխարհի ուղղակի ազդեցության ներքո։ Նպատակը որն է, նպատակը սա է, որպեսզի նրանց ներշնչեն, նրանց ուղղորդեն դեմ գնալու Աստծո եւ պատրաստելու նրանց վերջին մարտին, վերջին պատերազմին, որը տեղի է ունենալու Արմագեդոնում։ Արմագեդոնը դա դաշտավայրը, որ գտնվում է Իսրայելում, եւ ես աչքերովս տեսել եմ այդ դաշտավայրը։ Միակ հարթավայրն է։ Մեծ հարթավայր է եւ այլն։ Բայց կռիվը Աստծո դեմ է լինելու։ Այսօր այդ դիվային աշխարհը գործում է եւ իր ազդեցությունն է թողնում շատ երկրների ղեկավարների եւ առաջնորդների վրա։ Եվ նրանք ուղակի հիմա
հոգևոր աշխարհի, դիվային աշխարհի ազդեցության ներքո են։ Այլապես ինչպես կբացատրեք, որ կարող են այդ երկրի ղեկավարները հեշտությամբ օրինակ 20,000-ից ավել մանուկ սպանել Պաղեստինում երեխա եւ հանգիստ ապրել։ Օրինակ ինչպես կարող եք բացատրել, որ թիրախավորվում է աղջիկ երեխաների դպրոցը 170 մանկահասակ դպրոցական աղջիկ երեխա է սպանվում։ 170 աղջիկ երեխա է սպանվում։ Դա չի կարող լինել պատահական հարված։ Եթե հիմիկվա տեխնոլոգիաները եւ հիմիկվա հետախուզությունը կարողանում է իմանալ մի երկրի առաջնորդի գտնվելու եւ ճաշելու վայրը, թե որ անկյունում է, որ բունկերում է, ինչ խորության վրա է եւ ինչ տեսակ ռումբ կարելի է օգտագործել դրան ոչնչացնելու համար, իրեն եւ իր թորնուհուն, իր աղջկան, կնոջը, մյուսին, այսքան ճշգրիտ դու կարողանում ես տեսնել հողի տակ, դու չես կարող չտեսնել 170 աղջիկ երեխաների գտնվելու վայրը եւ շատ հանգիստ ռմբակոծել, շատ հանգիստ սպանել եւ մյուս օրը հանգիստ ելնել հեռուստացույցությամբ ելույթ ունենալ եւ հովիվներին հրավիրել, որպեսզի գան եւ աղոթեն քեզ համար։ Սա դիվային ոգի է։ Սա դիվային ոգի է։ Սա տարիներ առաջ, երկար տարիներ առաջ մեքենայով քշում էի Սևանի մայրողու վրա։ Արագությունը սովորական էր 80-ից 90 այդպես մոտավորապես մի կենթանի հարվածեցի ավտոյով։ Կենթանին սատկեց ու ես կանգնած էի, ես չգիտեի իրան ոնց օգնեի։ Ու ես հիշում եմ տարուց ավել ես տառապում էի։ Իմ մեքենայի տակ կենթանի է անգել։ Ես չէի կարողանում տեղս գտնել, ես տանջվում էի։ Այդ ինչ հոգի ունեք դուք։ Եթե դուք դա կարծում եք պատահական է եղել, եթե դուք դա կարծում եք չպետք է լիներ, դուք այդ ինչ շայի համար եք շարունակում կռիվը, պատերազմը, եթե դուք 170 անմեղ երեխա եք սպանել։ Դուք ոնց կարաք հաջորդ օրը ստոպ չտաք, չասեք մի վարքյան, կանգ առեք, մենք սխալ ուղու վրա ենք, մեր վրա է 170 հոգու արյան պատասխանատվությունը։ Կամ են 20,000 երեխու։ Իսկ հասկանում եք սիրելիներ։ Ես հասկանում եմ, այս պատգամից հետո շատերը կարող են ինձ չսիրել եւ շատ բաներ դռներ պետք է փակվեն, վստահ եմ իմ առաջ։ Բայց մենք վերջին ժամանակներն ենք ապրում եւ մենք չենք կարող չեզոք դիրք բռնել եւ այսպես անվտանգ տեղ մեզ գտնել։ Կամ պիտի որոշենք աճ կամ ձախ։ Եվ մենք չենք կարող սուտը ճիշտ հանել եւ ճիշտը սուտ։ Ես չեմ արդարացնում ոչ այս կառավարությանը, ոչ այն կառավարությանը։ Ես գիտեմ, որ այսօր աշխարհի կառավարությունների 90%-ից ավելին այս ոգու, այս պիղծ երրորդության բերանից ելած ոգու այդ գործերի նման այդ դիվային ոգիների ազդեցության տակ են։ Բոլորն էլ։ Մեծամասնությունը դրա ազդեցության տակ է։ Այդ այնտեղ կարևոր բան է ասում, որ ասում է բոլոր աշխարհը թագավորներունքով կերթային, որպեսզի զանոնք ամենակալ Աստծուն այն մեծ օրվան պատերազմին համար պատրաստ են։ Ասում է բոլոր աշխարհի թագավորները մոտ էին գնում, որ պատրաստ էին։ Այսինքն
կոնկրետ թիրախը թագավորներն են, որոնք որ ուժ ունեն, որոնք որ ֆիզիկական աշխարհի վրա իշխանություն ունեն, որոնք զինատեսակներ օգտագործելու ուրեմն հնարավորություն եւ իշխանությունը ունեն, դրանց էին թիրախավորել, որ այդ օրը բերեն։ Այդ այստեղ կարևոր մի բան է ասում 15-րդ խոսքը, ասում է. ահա գողի պես գալիս եմ Երանի անոր, որ արթուն կկենա եւ իր հանդերձները կպահե, որովհետեւ մերկ չպտտի ու իր ամոթը չերևա։ Այս ամեն ինչը կա, այս ամեն ինչը գոյություն, այս ամեն ինչը պետք է գոյություն ունենա, պետք է տեղի ունենա այս ամեն ինչը, հա, ժամանակայինի մեջ։ Հիմա ես կարող եմ չպահպանել օրինակ քրոնոլոգիան։ Ես այդ իրավունք ունեմ չպահպանելու քրոնոլոգիան։ Հովհաննես Առաքյալը չի պահպանում քրոնոլոգիան։ Հայտության գիրքը երբ որ գրում է, ինքը քրոնոլոգիան, այսինքն ժամանակագրությունը չի պահպանում։ Եվ ինչու ունի այդ իրավունքը, որովհետև երբ որ դու երկու տարածաչափությունների մեջ ես գործում, երկու տարածաչափությունների մասին ես խոսում, ֆիզիկական եւ հոգեվոր, որոշ տեղեկություններ դու նայում ես, տեսնում ես, որը որ կա իրականությունը այսօր կա գոյություն ունի, բայց այս տարածաչափության մեջ, այս ժամանակի տարածքի մեջ այն պետք է դեռ տեղի ունենա։ Այսինքն որոշ բաներ ինքը խոսում է ներկա որպես իրականություն, բայց ֆիզիկական աշխարհում դա պետք է դեռ տեղի ունենա։ Հիմա այստեղ կարևոր բան է ասում, Աստծո խոսքը մեզ ասում է. ահա գողի պես գալիս եմ Երանի անոր, որ արթուն կենա եւ իր հանդերձները պահե, որպեսզի մերկ չպտտի իր ամոթը չերևնա։ Կարևոր խոսքը այս սրա մեջ ոչ թե այն է թե ինչ պետք է տեղի ունենա կամ ինչ է տեղի ունենում հոգևոր աշխարհում, այլ կարևորը որ արթուն մնան ես եւ դու։ Այս է իմ գործը։ Իմ գործը հայտնություն ուսումնասիրել միայն հայտնություն մեկնաբանել, հայտնության, հա մենք կարանք դա անենք, փառք Տիրոջ, Աստված տվել այդ իմաստությունը անելու դա։ Բայց ես չեմ ուզում որ մենք խճճվենք այդ իրադարձությունների բեմահարթակում հայտնվելով, այսպես ու մոռանանք մեր բուն գործը որն է։ Իսկ մեր բուն գործը արթուն մնալն է, հոգևոր արթունությունն է։ Հոգևոր արթուն կյանքն է։ Մաքուր պահել ես հանդերձները, որ մերկ չպտտենք, երբ որ Քրիստոս գա, որովհետև գողի պես է գալու։ Ինչ է նշանակում գողի պես։ Անակնկալ, անսպասելի։ Չես պատկերացնում, այսպես կարող է հենց հիմա դա տեղի ունենա։ Հատուկ հրահանգներ, հատուկ հրամաններ, հատուկ տեսիլքներ, հատուկ երևույթներ, մի սպասեք։ Դա ամեն վարքյան կարա տեղի ունենա։ Որովհետև արդեն թզենին ծաղկել է։ Ամենալավ ժամացույցը աշխարհի վերջի իրադարձությունների, որը որ մեզ ցույց է տալիս, այսպես սլակներ արդեն մոտենում են։ Նայեք Իսրայելին։ Նայեք Իսրայելին, նայում եք ինչ է կատարվում Իսրայելում, հասկանում եք, որ սատանան մոտենում է։ Այդ հոտը գալիս է, այնտեղից հոտը գալիս է։ Արթուն մնանք։ Արթուն մնանք, որովհետև հոգևոր աշխարհը իրական է։ Այն կա, այն գոյություն ունի։ Այն շրջապատում է մեզ եւ այն իր ազդեցությունն է թողնում ֆիզիկական աշխարհի վրա։ Ամեն օր, ամեն վայրկյան։ Այդ կռիվը կա, այդ պատերազմը կա եւ այդ պատերազմի այդ ազդեցությունը, այդ պատերազմի հետևանքները մենք կրում ենք երկրից վրա։ Այս կարևորը արթուն մնացեք Հիսուսն ասաց։ Ամեն։ Ոտքի կանենք եւ աղոթենք։ Պաշտիր մեր Սուրբ Հայր, փառք, պատիվ եւ գոյություն քեզ, որ դու խոսում ես մեր հոգիներին, մեր սրտերին, որպես ահազանգ հնչեցնում ես Տեր այս ճշմարտությունները, որ մենք արթուն մնանք Տեր եւ մեր հանդերձները մաքուր պահենք ու մերկ չգտնվենք, որ պատահական եւ որ գաս այն պահին, այն ժամին, որ մենք չենք սպասում ու ամոթալի վիճակում հայտնվենք, որ չլինի թե հանկարծ երկրից վրա ապրողների հետ ճաշակենք այն դառնությունը, որ նախկինոցը պարտված պիտի հայտնվի աշխարհիս վրա։ Եվ իր վերջին չարությունները պիտի անի, որովհետև գիտի իրեն քիչ ժամանակ է մնացել։ Մեր հոգիները պատրաստ արա քեզ դիմավորելու Հիսուս, եւ այդ ստերը, մոլորությունները այսօր աշխարհում որ կա, որ փափուկ բարձ են դնում հավատացյալների գլխի տակ, որ ամեն ինչ լավ է լինելու, այս կողմ, այն կողմ, այդ ստերը մեզանից հեռու պահիր Տեր, մեզ արթուն պահիր Հիսուս։ Այս խոսքը թող շատ սրտերի ականջներին հասնի ով Տեր Աստված։ Գիտենք, որ սատանան չի ուզում, Հայր ջան։
Գիտենք, որ մարդկանց sense բաներ չի հետաքրքրում, մարդկանց ավելի իրենց գրպանի շահի, իրենց մարմնի շահի մասին խոսող բաներն է հետաքրքրում։ Այս մենք պետք է շարունակենք ճշմարտության մեջ քայլել Տեր, մեզ ուղղորդիր քո անվան փառքի համար։ Պահապան եղիր քո ժողովրդին, հայրենիքս էլ Տեր, քո ձեռքերի մեջ առ, պահապան եղիր Տեր Հիսուս։ Քո սուրբ հովանու ներքո։ Եվ հիմա մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդակցությունը ձեզ հետ լինի։ Գնացեք Տիրոջ խաղաղությամբ։ Ամեն։